Վերցնելով վերոհիշալ 3 հարցազրույցները Սարգսյանի, Քոչարյանի եւ Բայրամովի, իշխանությունը այսպիսի մի քարոզչական տեսություն է առաջ քաշում, ասում տեսեք, նախկին նախագահները եւ Բայրամովը լեգիտիմացնում են ադրբեջանական ագրեսիան իբրև թե եւ պատասխանատվությունը բարդում են Հայաստանի եւ Հայաստանի իշխանության վրա, որը իբրև թե հրահարել եւ սադրել է պատերազմ։ Այսպիսի մի շատ ես կասեի հայրենասիրական, քարոզչական տեսություն են կառուցում, մեր բոլոր դժբախտությունների մեկնարկը դրվել է 2019 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններում որոշել է իրան գժի տեղ դնել, հիշում եք, ասում են մի հայտարարությամբ Ադրբեջանի ներքին իրավիճակը կարելի է պայթեցնել, ինչի է ինքը հարց տալի, ասում նոլդու Փաշինյան, պատճառը մեկն է, չէ՞ որ դրանից առաջ Փաշինյանը իրան ստորացվել է իր կեսվածքը։ Բոլոր այն մարդիկ, որոնք 2018-ից 2020 թվականներին համաձայն են եղել Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան քաղաքականության հետ, Փաշինյանին ինչի մեջ են մեղադրում։ Իրենք պատճառ չունեն, որովհետև իրենք Նիկոլ Փաշինյանի հետ նույնն են, իրենք Նիկոլ Փաշինյանի հետ միասին ստեղծել են այդ գաղափարական միջավայրը, որը ենթադրում է հրաժարվել կարգավորման պլանից եւ Հայաստանի գլխին բերել պատերազմ։ Ստեղ ուզում եմ ասեմ, պարոն նախագահ, յա իրոք, այդ ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ի հակադրություն ձեզ եւ Ռոբերտ Քոչարյանից սկսեց ոչ մի թիզական քարոզություն անել, բա ինչի հրապարակային չէիք ասում, որ տղա ջան, պարոն վարչապետ ջան, Նիկոլ Փաշինյան ջան, մենք թշնամիներ ենք, բայց արի քեզ խորհուրդ տանք, չի կարելի այդպիսի բաներ ասել, ոչ մի թիզականությունը կործանալ արել, ինչի չէիք ասում այդ ժամանակ։ Իսկ հիմա այդպես բաների մասին խոսելը միգուցե պոպուլար է, ու այս առումով ես նկատում եմ ազնվության պակաս բոլոր շրջանակների մոտ, որովհետև եթե մենք նույն բանն ենք կրկնում ինչ Նիկոլ Փաշինյանը, հետո Նիկոլ Փաշինյանին մեղադրում ենք աղետալի արդյունքի մեջ, առնվազն ազնիվ չենք, մենք նույնիսկ եմ կրկնում ազնիվ չենք, դաղալ ենք եւ այս մեր մոտեցումը դատապարտված է պարտության եւ Նիկոլ Փաշինյանը անդադ կվերարտադրվի, եթե չեն կարող նույնիսկ այս արդեն անցազգանացածի մասին ազնիվ լինենք։ Ընկերներ, ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են։ Այսօր շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու։ Գիտենք, որ վերջին օրերին եղան մի շարք կարևոր հարցազրույցներ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ավելի շուտ ոդկասթը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հարցազրույցը, էլի կարևոր հարցազրույց է եղել, Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ, բայց այդ հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը, բովանդակությունը մեր թեմայի համատեքստից մի փոքր դուրս է, դրան կանոնադառնանք այլ առիթով եւ այլ համատեքստում եւ հիմա վերցնելով վերոհիշալ 3 հարցազրույցները Սարգսյանի, Քոչարյանի եւ Բայրամովի, նաեւ վերցնելով առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի անցյալում արված հայտարարությունները, իշխանությունը այսպիսի մի քարոզչական տեսություն է առաջ քաշում, ասում տեսեք, Հայաստանի նախկին նախագահները եւ Ադրբեջանը խոսքները մեկ արած Հայաստանի դեմ կեղծ ցուցմունք են տալիս, իբրև թե Հայաստանն է հրահարել պատերազմ, այսինքն նախկին նախագահները եւ Բայրամովը լեգիտիմացնում են ադրբեջանական ագրեսիան, իբրև թե եւ պատասխանատվությունը բարդում են Հայաստանի եւ Հայաստանի իշխանության վրա, որը իբրև թե հրահարել եւ սադրել է պատերազմ։ Այսպիսի մի շատ ես կասեի հայրենասիրական, քարոզչական տեսություն են կառուցում, եւ այս քարոզչությունը ընդունվում եւ ընկալվում է մի շարք շրջանակների կողմից, այդ թվում եւ այնպիսի շրջանակների, որոնք գնահատում են իշխանությանը դեմ են, օրինակ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, որ էլի վերջերս ստատուսով անդրադարձել էր հարցին եւ գնահատել է
այս մոտեցումը, մասնավորապես երկրորդ եւ երրորդ նախագահների մոտեցումը, ուզում հիշեցնել, որ երկու նախագահներն էլ եւ նաեւ առաջին նախագահն էլ արդեն որ ժամանակ առաջ խոսել են Հայաստանի ապակառուցողական քայքայիչ դերակատարության մասին, խոսել են բանակցությունները տապալելու, բանակցությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի գժի տեղ դնելու մասին եւ այլն, օրինակ Տաթևիկ Հայրապետյանը եւ մի շարք այլ մարդիկ, որ ասում են, բանը չի կարելի ինչ-որ պատասխանատվություն վերագրել Հայաստանին, քանի որ ագրեսորը Ադրբեջանն է, այսպեսով նա եւ էլի ուրիշ մարդիկ քննադատում են երկրորդ եւ երրորդ նախագահներին, նաեւ առաջին նախագահին։ Առաջին նախագահին առանձնացնում է, որտեղ ինքը վերջին օրերին եւ վերջին շաբաթներին հարցազրույց չի տվել, բայց առաջիններից մեկը, միգուցե առաջինը հենց ինքն է Հայաստանի ապակառուցողական կեսվածքի մասին խոսել, իհարկե Տաթևիկ Հայրապետյանի եւ մի խումբ այլ ազնիվ մարդկանց այս դիրքավորում չի կարելի տեղավորել իշխանության քարոզչական նենք հնարքների մեջ, իրենք ունեն իրենց մոտեցումը իշխանության մոտեցումից անկախ, իշխանության մոտեցումից անդին։ Եվ հիմա ես բայց ուզում եմ անդրադառնալ եւ իրենց այս ազնիվ մոտեցմանը եւ իշխանության քարոզչությանը։ Լավ, եթե ֆիքսում ենք, որ Ադրբեջանն է ագրեսորը, Ադրբեջանը իսկապես ագրեսոր է եւ Հայաստանի վրա պետք չի որևէ պատասխանատվություն բարթել, ապա հետաքրքիր հարց է առաջանում, ինչի մեջ ենք մենք ընդհանրապես քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Եթե 2018-2020 թվականներին Հայաստանը որևէ ապակառուցողական դիրքավորում չի ունեցել եւ Ադրբեջանը այսպես թե այնպես միևնույն է հարձակվելու էր Արցախի վրա, ինչի մեջ ենք մենք մեղադրում Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն այդ մարդը մեղ չունի, ուրեմն այդ մարդը անմեղ է, իր կամքից անկախ դարձել է վարշապետ եւ Ադրբեջանը հարձակվել է, որովհետեւ այսպես թե այնպես պետք է հարձակվեր։ Այս մարդը ուրեմն մեղ չունի գործած, որովհետեւ ամեն ինչ ի վերուստ պլանավորված էր, ծրագրված էր եւ հարձակումը այսպես թե այնպես պետք է լիներ եւ քանի որ մենք պատրաստ չէինք մարտական գործողություններին, չունեինք նորմալ սպառազինություն, մետալալում էր, ինչպես կասել դասականաքաղաքասրակությունից, բանակները թալանված էր եւ այսպես թե այնպես պետք է պարտվեինք։ Այդ դեպքում ինչի մեջ ենք, նորից եմ այս հարցը անդր կրկնում, ինչի մեջ ենք մենք քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Իսկապես էլ բուն պատճառ չկա նրան քննադատելու, որովհետև այն ինչ որ մենք ունենք, այսօրվա իրավիճակը վերջին 5 տարիների իրավիճակը նոյեմբերի 9-ից հետո պատերազմի արդյունք հայտնի արդյունքի, ինչի մասին է խոսքը, Արցախի հայաթափումը, դրանից առաջ Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախի հայաթափումը, Արցախի անկումը, դրանից առաջ Հայաստանի տարածքների օկուպացիան, այս բոլորը հետևանք են պատերազմի վերջնարդյունքի 44 օրյա պատերազմի։ Եվ եթե հիմա այդ 44 օրյա պատերազմի մեջ մենք չենք տեսնում Նիկոլ Փաշինյանի Հայաստանի կառավարության մեղքը, ուրեմն որևէ պատճառը չեմ տեսնում նրան քննադատելու եւ նրա պաշտոնավորումը իսկապես լեգիտիմ է։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մեղքը, որն է ամենամեծ մեղքը, բանակցային գործընթացի տապալումն է։ Այն ինչ վերջին 7 տարիներին տեղի է ունենում, հետևանքա բանակցային գործընթացի տապալման։ Խոսքը 2019 թվականի ծրագրի հրաժարման մասին է, ծրագրից հրաժարման մասին է։ Եվ հիմա որոշ մարդիկ այս գնահատականները կարող են խիստ չափազանցված դիտարկել, գույների խտացում եւ այլն, բայց չէ, իսկապես իմ համոզմամբ ոչ միայն իմ մեր բոլոր դժբախտությունների մեկնարկը վերջին
7-5 տարվա դժբախտությունների մասին է խոսքը։ Դրվել է 2019 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններում որոշել է իրան գժի տեղ դնել, որոշել է մերժի կարգավորման պլանը եւ երբ որ որոշել է արդեն իսկ կոնկրետ խաղի կանոններով գործող բանակցային գործընթացում նոր նախապայմաններ առաջ քաշել, նոր մտքեր գեներացներ եւ այլն։ Եվ հետո արդեն գալիս են սադրիչ հայտարարությունները Արցախը Հայաստանը եւ վերջ կամ Դավիթ Տոնոյանի Նյու Յորքյան հայտնի հայտարարությունը, երբ որ ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ նկատի ունենալով եթե պատերազմ սկսվի, մենք պետք է օկուպացնենք կամ զբաղեցնենք կամ ազատագրենք նորանոր ադրբեջանական շրջաններ, այս բոլորը համալիր եւ Հայաստանի դիվանագիտական հարթությունում ապակառուցողական կեցվածքը, այս սադրիչ հայտարարությունները, հուլիսյան արկածախնդրությունը մի դիրքի մասին, դրան հաջորդած այդ պարգևատրումը, Ադրբեջանի ղեկավարին նսեմացնելը, ստորացնելը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելը, հիշում եք, ասում են մի հայտարարությամբ Ադրբեջանի ներքին իրավիճակը կարելի է պայթեցնել։ Ես մատ դրվագ եմ ուզում մատննշել, նոր անցնենք առաջ։ Եվ որ Ադրբեջանը հաղթեց 44-օրյա պատերազմում, նրա այդ ցինիկ, ուրախ վարքագիծը ինչով էր պայմանավորված։ Նոր դու Փաշինյան, թափեր տալիս մատը ձեռքը ու ծիծաղում էր, ասում նոր դու Փաշինյան։ Ինչի համար է այդ վարքագիծը, չգիտեմ, ցինիկ, մազոխիստ չի, այլև առանց այդ էլ արդեն հաղթել է, զորքերը իր պատմության ընթացքում ամենամեծ ռազմական հաջողություններն են արձանագրել, Շուշին են գրավել, դրանից առաջ Ջաբրայելը, Հադրութը եւ այլն, հիմա այսքանից հետո այդ մարդը ինչա է այնպես ցինիկ ու լկտի պահում։ Եվ պատճառը մեկն է, ինչի է ինքը հարց տալի, ասում նոր դու Փաշինյան։ Պատճառը մեկն է, չէ՞ որ դրանից առաջ Փաշինյանը իրան ստորացվել է իր կեցվածքով, իր հայտարարություններով։ Եվ հիմա այդ իր կեցվածքով ալև ասում տեսար ինչ եղավ, տեսար ոնց է քեզ պարում, մա տեսար այս ամեն ինչը ինչով ավարտվեց։ Եվ սա այս Ալիևի վարքագիծը շատ բանի մասին է խոսում եւ ուղիղ ապացույցն է ու վկայությունն է թե Հայաստանը իսկապես ինչ քայքայի դիրքավորման ունեցել 44-օրյա պատերազմից առաջ։ Լավ, հիմա շատ մարդիկ այս բանակցային գործընթացին չեն ուզում լուրջ վերաբերվել, ինչպես հասկանում եմ նաեւ մեր շատ սիրելի գործընկեր եւ ընկեր Տաթևիկ Հայրապետյանն ոնց որ ինքն էլ այդ բանակցային գործընթացին Մինսկի խմբի հովանու ներքո լուրջ չեն վերաբերվում, այդ process-ին միգուցե երբեք լուրջ չեն վերաբերվել եւ մտածում եմ ինչ-որ մի օր պետք է պատերազմ լինի, բայց այդտեղ հարց առաջանվել ինչի մեջ է Նիկոլ Փաշինյանին մեղադրում կամ այդ բոլոր այն մարդիկ, որոնք 2018-ից 2020 թվականներին համաձայն են եղել Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան քաղաքականության հետ։ Ինչի մեջ են հիմա մեղադրում Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր դիրքավորվել են որպես ոչ մի թիզական, ովքեր դիրքավորվել են որպես հակաբանակցային, այսինքն լուրջ են վերաբերվել այդ Մինսկի խմբի բանակցային գործընթացին, լուրջ են վերաբերվել կարգավորման ծրագրերին։ Այդ մարդիկ ինչի մեջ են մեղադրում Նիկոլ Փաշինյանին, այդ նույն օրինակ Դաշնակցությունը, նույն ԲԲՌ-ը եւ մնացած բոլոր ուժերը, որոնք դեմ են եղել կարգավորմանը։ Լուրջ են վերաբերվել դրան, ոչ մի թիզական են եղել, կամ ասել են մենք չպետք է խոսենք խաղաղությունից, չպետք է գնանք փողզիջումների, քանի դեռ չունենք երաշխիքներ, ժամանակս այնպես բաներ էին ասում, չէ՞։ Մի խոսքով հիմա այս մարդիկ ինչի մեջ են մեղադրում Նիկոլ Փաշինյանին, հարցը անդադ տալու եմ, 100 անգամ տալու եմ ձեզ ձանձրացնելով, որովհետև
իրանք կարծում են, որ իրանք լինեին երկրի ղեկավար, արդյունքը այլ էր լինելու, այլ կերպ էին պատերազմելու։ Ես իրեք այն մտածողների շարքին չեմ պատկանում, որոնք պնդում են, որ հա, արդյունքը նույնն է լինելու։ Միգուցե եթե երկրի ղեկավար լիներ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս առաջին նախագահ, միգուցե պատերազմը այլ ելքով ավարտվեր, այլ ելքով նկատի չունեմ, որ մենք կհաղթենք, որտեղ իմ համոզմամբ մենք այդ պատերազմում հաղթելու շանս չունենք, ուղղակի, քանի որ արդեն պարտվել էինք բանակցային գործընթացում։ Բայց միգուցե այլ կերպ կարելի էր պարտվել, ավելի քիչ տարածքներ կորցնելով, այլ պայմաններով, այլ կարգավիճակով, Արցախի համար ապագայի երաշխիքներով, Արցախահայության համար ապագայի երաշխիքներով, միգուցե, բայց Ադրբեջանին ծնկի բերելու հնարավորություն եւ ռեսուրս մենք չունենք։ Հիմա այն մարդիկ, ովքեր հույսը դրել են նրա վրա, որ մենք ինչ որ մի օր Ադրբեջանին պետքա ծնկի բերենք եւ դուրս չգայինք զբաղեցրած տարածքներից, դուրս չգայինք 7 շրջաններից, Ջաբրայելից, Ֆիզուլից, մյուս տարածքներից Նիկոլ Փաշինյանին ինչի մեջ են մեղադրում։ Իրենք պատճառ չունեն, որտեղ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ նույնն են, իրենք Նիկոլ Փաշինյանի հետ միասին ստեղծել են այդ գաղափարական միջավայրը, որը ենթադրում է հրաժարվել կարգավորման պլանից եւ Հայաստանի գլխին բերել պատերազմ։ Եվ այս առումով առնվազն անարդար նախագահների դեմ քննադատությունը։ Հիմա լավ, ովքեր են նախագահները։ Մարդիկ են, որոնք ի պաշտոն է ամբողջ կյանքում ներգրաված են եղել բանակցային գործընթացում, այսինքն ինչպես կասել առաջին նախագահ, փորձագիտական մակարդակով տիրապետում են ողջ process-ին։ Դա հեշտ խնդիր չէր, բավականին մոլորակի ամենաբարդ կոնֆլիկտներից մեկն էր, իր բարդ նյուանսներով, առանձնահատկություններով, բանակցային առանձնահատկություններով Եվ իրանք այդ քիչ մարդկանցից են, որ այդ տիրապետում են։ Եվ հիմա իրանք ասում են Հայաստանը 2019 թվականին եւ դրանից առաջ եւ դրանից հետո այդ երկու տարվա մասին է խոսքը։ Պրոբլեմը առաջացրել բանակցային գործընթացում, տապալել է բանակցությունները եւ դա բերել է պատերազմի։ Ես ճշգրիտ գնահատական է։ Եվ հետո ինչ որ մի բանը Բայրամովն է ասում։ Հետո ինչ։ Այսինքն եթե Բայրամովը Ադրբեջանի արտգործնախարարն արում չի կարա ճիշտ բան ասի։ Այլ խնդիրը, երբ որ Բայրամովը չի խոստովանում, որ ինքն է հարձակվող կողմը, ինքն է ագրեսորը։ Այո։ Դա փաստ է։ Ադրբեջանն է հարձակվել, Ադրբեջանն է ռազմական հանցագործ է, էթնիկ զտում է արել, խաղ բնակչությանը սպանել, ամեն ինչ արել է Ադրբեջանը, բայց դեռ ախր տանգոն կոկով են չեն պարում, Հայաստանը ինչ է արել։ Հայաստանը տապալել է բանակցությունները, Հայաստանը ստեղծել է այնպիսի քարոզչական եւ գաղափարական միջավայր, որտեղ աշխարհի համար ադրբեջանական հարձակումը լեգիտիմ էր թվում, որովհետեւ երկիր չի դատապարտել Ադրբեջանի հարձակումը, ադրբեջանական ագրեսիան, ինչի որտեղ աշխարհը ընկալում էր, որ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը ճակերտների մեջ, հասկացեք։ Եվ Փաշինյանը դա թույլ է տվել, որ դա լինի, իր քայքայիչ հայտարարություններով ամեն ինչ արել է, որ դա աշխարհի առջև այդ ամեն ինչը հիմնավորվի։ Եվ հիմա դա էլի կան ինչ-որ փորձագետներ, ինչ-որ մարդիկ, որ ասում են, դե լավ, հա, հոյիկ մի հայտարարության պատճառով պատերազմ չլինի։ Դե հիմա մի հայտարարության համար միգուցե մեծ պատերազմ չի լինի, եւ պատերազմը իսկապես սպասարկվում է աշխարհակահաղական շահերով, այդ ամեն ինչը հասկանալ ենք, բայց եթե երկու հոգի, մի խումբ միջնորդների ներկայությամբ իր այդ խոսում են, իր այդ բաներ են պայմանավորվում, եւ կողմերից մեկը հելնում է եւ սկսում է այդ պայմանավորվածություններին, ծրագրերին հակադիր բաներ խոսալ բաները, որոնք մերժում են բոլոր պայմանավորվածությունները, մյուս կողմին ստորացնելով ամբողջ աշխարհի առջև։ Ուղղակի մենք երբեք չկարողացանք հասկանալ, որ Ադրբեջանն էլ է պետություն, եւ Ադրբեջանի նախագահ, Ադրբեջանում կա հասարակություն, հասարակական կարծիք, եւ հիմա
այդ ադրբեջանական հասարակության առաջ Նիկոլ Փաշինյանը Ալիևին բանա ծաղուց մնակի է ընդհանրում parza որսի ինչ պետք է աներ այսինքն դու ամեն ինչ անում ես որ սա կատաղի ու հարցակվի քո վրա ու վերջում քեզ ասի նոր դու Փաշինյան չեմ տեսնում արդյոք այստեղ չի երևում հստակ Հայաստանի մեղքը Հայաստանը թող կառուցողական լիներ Ադրբեջանը հարցակվեր իսկ եթե Հայաստանը այդպեսի վարկագիր չցուցաբերել միգուցե աշխարհի արձագանքներ այլ կերպ կլիներ եւ գալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին Սերժ Սարգսյանը ասում էր մի հետաքրքիր միտք ասաց այդ ոդկասթի ընթացքում որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր որ ինքը պետք է ոչ մի թիզական խաղա մոտավորապես միտքը վերարտադրում իսկ դա պես ոչ մի թիզականություն կործանարար է Ստեղ ուզում եմ ասեմ պարոն նախագահ յա իրոք Ախին ժամանակ չի ասում որ ոչ մի թիզականություն կործանարար է Գիտեք դուք 10 տարի եղել եք նախագահ Պաշտպանության նախարար դրանից առաջ բազմաթիվ պաշտոններ եք սպասել հարկ եղած դեպքում դեռևս 2000-ականներին հրապարակային հայտարարություններ արել եք օրինակ ասել եք Աղդամի հայրենիքը չի 2000-ականներին ազգային ժողովում ինչի համար որպեսզի զսպեք այդ ռազմահայրենասիրական շրջանակներին խոսել եք Կիսելյովի հետ հարցազրույցն եք հիշում բանակցել եք եւ այլն բայց ձեր նախագահության շրջափուլում այդ ռազմահայրենասիրական ոչ մի թիզական նարատիվները ամենից շատն են կարծրացել մեր միջավայրում Քոչարյանի ժամանակ էր բայց Քոչարյանի ժամանակ այնց ինտերնետ բան շատ չկար տեխնոլոգիաները թույլ էին ինձ այդ ժամանակ այդ ամեն ինչը շատ կարծրացավ այդ Աղդամը իմ հայրենիքն ակնան իմ հայրենիքն է թեզը տես կարծրացավ Անդադ այդ ոչ մի թիզականության քարոզը զիջումների մասին խոսող մարդկանց, փող զիջումների մասին խոսող մարդկանց պիտակում են որպես դավաճան, հող հանձնողին հանձնենք հողին։ Այդ ժամանակ ինչի չէի ասում որ ոչ մի թիզականությունը կործանարար է։ Հատկապես այն պայմաններում, որ այդ ոչ մի թիզականությունը տարածում են նաև ձեր միջավայրի մարդիկ։ Արուզի բաժինը իրենք են տարածել եւ այդ ֆոնը փող զիջումները մերժող Փողոցները մերժող մշակութային միջոցը ձեր օրոքա ձևավորվել, չեմ ասում դուք եք ձևավորել, բայց նաև ձեր օրոքա ձևավորվել, հենց ձեր օրոք։ Համակարգային տեսքաստ ասեք, Քոչյանի օրոք էլ, բայց ձեր օրոքը ավելի ծաղկում ապրեց հաշվի առնելով այդ ինտերնետը, Facebook-ը, YouTube-ը եւ այլն, ինչեր՞ չէ։ Եվ այն ժամանակ էլի ասիկ։ Կամ երբ որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ Չանցած մի քանի օր հանրապետականները սկսեցին մեղադրել հող հանձնելու մեջ Նիկոլ Փաշինյանը, որ եկել է հողերը տա։ Սոցիալի քարոզություն էր դեր շրջանակների կողմից։ Այդ ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ի հակադրություն ձեզ եւ Ռոբերտ Քոչարյանի սկսեց ոչ մի թիզական քարոզություն անել։ Բայց ինչի հրապարակային չէի ասում որ Տղա ջան, պարոն վարչապետ ջան, Նիկոլ Փաշինյան ջան, մենք թշնամիներ ենք, բայց արի քեզ խորհուրդ տանք, չի կարելի այդպիսի բաներ ասել, ոչ մի թիզականությունը կործանարար է, ինչ չէի ասում այդ ժամանակ։ Միգուցե այն ժամանակ այդ ամենը ձեն չէր բերում, պոպուլար չէր, իսկ հիմա այդպես բաների մասին խոսելը միգուցե պոպուլար է, ու այս առումով ես նկատում եմ ազնվության պակաս բոլոր շրջանակների մոտ, եւ շատ քչերն են որ միջև ազնիվ են այս հարցում որովհետեւ եթե մենք նույն բանն ենք կրկնում ինչ Նիկոլ Փաշինյանը հետո Նիկոլ Փաշինյանին մեղադրում ենք աղետալի արդյունքի մեջ առնվազն ազնիվ չենք որովհետեւ ասում ենք նույն բանը ինչ որ ինքը եւ հիմա նույնիսկ այսքան աղետներից հետո կարծում ենք որ այդ ամեն ասվածը ճիշտ էր եւ մեր մտածածը ճիշտ էր այս առումով Մենք նույնիսկ եմ կրկնում ազնիվ չենք, դաղալ ենք եւ այս մեր մոտեցումը դատապարտված է պարտության եւ Նիկոլ Փաշինյանը անդադ կվերարտադրվի եթե չեն կարող նույնիսկ այս արդեն անցած գնացածի մասին ազնիվ լինենք Սրա մասին եմ ուզում խոսել շնորհակալ եմ Եվ միշտ հեռանալը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 191 հավանել տարածել ընդհատակից զրույցները լավ եղեք